Սասնա ծռեր Բ հատոր Առաջին մաս խմբագրեց ակադեմիկոս Մանուկ Աբեղյան Աշխատակցությամբ պրոֆեսոր Կարապետ Մելիք Օհանջանյանի Գ պատում Դավիթ և Մհեր Պատմեց Դատկու Մոչկանց գյուղացի Ավետիս Մարտիրոսյանը Գրի առավ 1910 թվականին Հայրապետ Համամջյանը Մի միջադեպ Դավթի կյանքից Սասունցի Դավիթ հովիվ եղած ժամանակ Սև Սարեն ոչխարները վար կիչեցնել է Ռանստորոտը Մշոդաշտ Ճաշկիթին, երբ ոչխարները համախմբված էին և կանայք կթելով զբաղված, լեռան կողերեն հսկա ժայռ մը կփրթի և վար կգլորվի դեպի ոչխարներն ու այնտեղ հավաքված ժողովուրդը։ Դավիթ տեսնելով, որ ժայռը պիտի գա և ճզմե թե ժողովուրդը և թե ոչխարները, արագ շարժումով մը կցատկե ժայռին առջև և իր աջ ձեռքն անոր դեմ կուտա։ Ժայռը տեղն ու տեղը կկենա, իսկ Դավիթի ձեռքը կդրոշմվի ժայռին վրա։ Այդ ժայռը մինչև հիմա կմնա և կկոչվի Դավիթի քար։